Ինչու Ենոքի գիրքը չի ներառվել Աստվածաշնչի մեջ։ Ես միշտ այս օրինակն եմ մեջբերում, եթե Ենոքի գիրքը ներառվեր Աստվածաշնչի մեջ, մարդիկ կենտրոնանալու էին ընկած հրեշտակների վրա։ Այդ դեպքում Քրիստոսին կմոռանային եւ կկենտրոնանային միայն ընկած հրեշտակների, նեֆիլիմների եւ հսկաների վրա։ Եկեք ընթերցենք, տեսնենք, թե ինչ հակասություններ ունի Ենոքի գիրքը ըստ Աստվածաշնչի։ Առաջին, հրեշտակները ամուսնանում են մարդկանց հետ։ Ենոքի գիրք 6-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսք։ Դիտորդները կանանց առան իրենց համար։ Աստվածաշունչ Մատթեոս 22-րդ գլուխ 30 խոսք։ Հրեշտակները չեն ամուսնանում։ Հակասություն Ենոքի գիրքը ֆիզիկական ամուսնություն է վերագրում հրեշտակներին, ինչը Քրիստոսը բացառում է։ Երկրորդ, մարդու մեղքը բարդվում է հրեշտակների վրա։ Ենոքի գիրք 8-րդ գլուխ 1-ից 3-րդ խոսք։ Հրեշտակները սովորեցրին մարդկանց կախարդություն, զենքեր, մեղք։ Աստվածաշունչ Հակոբոս 1-ի գլուխ 14-րդ խոսք։ Յուրաքանչյուր մարդ փորձվում է իր իսկ ցանկությունից։ Հակասություն Սուրբ գիրքը մեղքի պատասխանատվությունը դնում է մարդու վրա, ոչ արտաքին էակների։ Երրորդ փրկություն գաղտնի գիտելիքով։ Ենոքի գիրք երկնային գաղտնիքներ, աստղերի անուններ, թաքուն գիտելիքներ։ Աստվածաշունչ Եփեսացի 2-րդ գլուխ 8-ից 9-րդ խոսք։ Շնորհով եք փրկված հավատով, ոչ թե գործերից։ Հակասություն ավետարանը փրկություն է հայտարարում շնորհով, ոչ գաղտնի գիտելիքով։ 4-րդ մահից հետո բարդ բաժանումներ։ Ենոքի գիրք 22-րդ գլուխ։ Հոգիների տարբեր պահեստներ միջև դատաստան։ Աստվածաշունչ Եբրայեցիս 9-րդ գլուխ 27 խոսք։ Մեկ անգամ մեռնել, ապա դատաստան։ Հակասություն Աստվածաշունչը չի սովորեցնում նման միջանկյալ բարդ համակարգ։ Եվ 5-րդ, չնայած շատ են հակասությունները, ես կարճացրել եմ։ Հրեշտակների անվանումներ։ Ենոքի գիրք 20-րդ գլուխ։ Ուրիել, Ռագուել եւ այլ հրեշտակներ, հատուկ իշխանություններով։ Աստվածաշունչ Կողոսացի 2-րդ գլուխ 18 խոսք։ Թող ոչ ոք ձեզ չմոլորեցնի հրեշտակների պաշտամունքով։ Հակասություն Սուրբ գիրքը զգուշացնում է ավելորդ հրեշտակաբանությունից։ Իսկ ինչ կլիներ, եթե ներառեին Աստվածաշնչի մեջ Ենոքի գիրքը։ Առաջին, մարդիկ կհասկանային սխալ առաջնայնություն։ Ենոքի գիրքը խոսում է հրեշտակների, նեֆիլիմների, աստղերի գաղտնիքների մասին։ Եթե դա լիներ Սուրբ գրքում, մարդիկ կարող էին կենտրոնանալ հրեշտակների ու գաղտնիքների վրա, այլ ոչ թե Քրիստոսին եւ նրա փրկությանը։ Աստվածաշունչ ուղղորդում է Հովհաննես 3-րդ գլուխ 16-րդ խոսք, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Երկրորդ, ավետարանը կկորցներ պարզությունն ու ուժը։ Ենոքի գիրքը բարդ է, մանրամասնում է դատաստանին ու հրեշտակներին։ Սուրբ գիրքը հստակ է, փրկությունը գալիս է հավատով, ոչ աշխատանքներով կամ գաղտնի գիտելիքով։ Աստվածաշունչ Եփեսացի 2-րդ գլուխ 8-ից 9-րդ խոսքն ասում է. Շնորհով եք փրկված հավատով, ոչ թե գործերից։ Եթե Ենոքը ընդգրկվեր, մարդիկ կարող էին փոխել ուշադրությունը փրկությունից դեպի գաղտնի գիտելիքներ։ Եվ երրորդ, չնայած շատ են հարցերը, եկեղեցին կանխեց մոլորությունը, վաղ եկեղեցին բացահայտեց, որ կեղծանուն գրությունները կարող են շփոթեցնել հավատացյալներին։ Պարզ էր, որ Ենոքի գիրքը չի ուղղորդում դեպի Քրիստոս, այլ դեպի աստվածաբանական հետաքրքրություններ։ Աստվածաշունչն ասում է 2 Թեսաղոնիկեցի 2-րդ գլուխ 2-րդ խոսք. Մի թողեք, որ ձեզ շփոթեցնեն, ասելով, թե արդեն եկել է Տիրոջ օրը, տեսնում ենք սկզբունք, խուսափել շեղող գրություններից։ Եթե Ենոքի գիրքը ներառվեր Աստվածաշնչի մեջ, հնարավոր էր մարդիկ կենտրոնանային հրեշտակների, նեֆիլիմների ու գաղտնիքների վրա, մոռանային Քրիստոսի ավետարանի պարզ ու շտկող ուղերձը։ Ուստի եկեղեցու հայրերը խելամիտ որոշում են կայացրել չներառել այն։ Կարող է տեսանյութը տարածել, որպեսզի ընկերներդ էլ իմանան եւ չընթերցեն Ենոքի գիրքը, այլ միայն ու միայն Աստվածաշունչը։